Փարքնեժդեհին ուզում եմ մի հարց ուղղել, չնայած այդ հարցը ինձ չէ որ եթերս եմ ուզում ձևակերպեմ այդպես ես հարց ուղղեմ նախկիններ կոչված են դուք էլ հասկանաք թե հարցս ինչ բնույթի է էլի ինչ կցուցանե այդ իրականում համարենք որ Նիկոլն էլ է նախկին որովհետև տերը ընդհանուր է Պուտինի ժամանակներն են ապրում դեռ Հայաստանում Տղերք երբ որ ռուսները ուկրաինական ճակատումի 100 մետր առաջ են գնում ասենք հայտարարություն անում որ ասենք ես ինչ գյուղը գրավեցինք ամեն ինչ քաղաքը ձեր մոտ տնես ոգևորությունը բարձրանում է սկսում եք դուք արդեն այնց գոտեպնդված հայտարարություններ անել ես սա բան մենք տեսեք ինչ ենք անելու հենց որ նորից զիջում են հետ են գնում հետ են քաշվում կամ ջախջախվում են ձենները կորում է տղերք Իմը Էլ եմ ասում, այդ հարց պատասխանը ես ունեմ, ուղղակի սա երկխոսություն եմ սարքում ինքս ինձ հետ, որ ժողովրդին պարզ լինի, տեսանելի լինի։ Արցախն Ադրբեջան համարող Պուտինը ձեր ինչին է, տղերք։ Եթե դուք հայրենասեր եք, հայասեր եք, ազգասեր եք, պետություն հարգող եք, մեր սուրբ Արցախը Ադրբեջան է համարում Պուտինը։ Դուք ինչու եք նրանով այդքան ոգևորված կամ նրա հաջողություններով։ Հա? Դաշնակցական, հանրապետական, Բարգավաճ Հայաստան, չգիտեմ, էլ ովքեր կան այս դաշտում։ Կամ Լևոն Ռոբերտ Սերժիկ։ Ինչն է ձեզ ոգևորում։ Արցախն Ադրբեջան համարող Պուտինի հաջողությունը ձեր ինչն է։ Ձեր հաջողությունն է։ Լավ։ Եթե Պուտինի հաջողությունը ձեր հաջողությունն է։ Այդ դեպքում Արցախն Ադրբեջան համարող Նիկոլին ինչու նույն կերպ չեք ընդունում։ Ինչն է խնդիրը։ Այնտեղ էլ էլի ասում Արցախն Ադրբեջան է։ Կրկնում է ձեր տիրոջ ցանկությունը։ Ո՞րն է տարաձայնությունը։ Ինչ հարցի շուրջ է ձեր տարաձայնությունը։ Կբացատրեք մի հատ։ Ձեր Պուտինն էլ է ասում Արցախն Ադրբեջան է, ձեր Նիկոլն էլ է ասում Արցախն Ադրբեջան է։ Ինչ է տեղի ունեցել, ինչն է տարբերությունը, ո՞րն է տարբերությունը։ Նիկոլ Փաշինյանը բացառապես կատարել է եւ կատարում է Պուտինի, ասենք, հանրահարությունները։ Նաեւ Ալիևի Էրդողանի, այդ էլ միշտորտնավորված Պուտինի, ինքը դեռ հապկի անդամ է։ Պուտինի գլխով չի կարող թռնել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ Նիկոլն է ստորագրել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Պուտինի հեղինակած թուղթն է։ Ձեր սիրելի Պուտինի։ Լավ ո՞նց է լինում, որ դուք նոյեմբերի 9-ի փաստաթղթին կողմ եք, բայց փաստաթղթի տակ ստորագրած Նիկոլին դեմ։ Կբացատրեք հասկանամ։ Նման բան չի լինում, չէ՞։ Հասկանանք, չէ՞ որ սա խաղ է։ Այդ որտես ոգևորված իրար վիրավորում եք, սարքում եք, իրար հանցագործություններ իրական է, դրանց պատմում եք։ Բայց ձեր դատախազնուր են։ Հա, ժողովուրդ։ Ձեր իրավապահ համակարգը Հայաստանում երբեք անկախությունից հետո արտաքին քաղաքականություն չի վարվել, տղերք։ Ամեն ինչ որոշվել է Կրեմլում, անգամ ներքին քաղաքականությունը։ Ոչ Լևոնը, ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը, ոչ Նիկոլը չի կարող մարդկանց նշանակել այնպիսի պաշտոնների, կարևոր պաշտոնների, որը Կրեմլի հետ չհամաձայնեցվի։ Ինքը չի կարող արտգործնախարար նշանակել մեկին, որտեղ Կրեմլը դաբրո չտա։ Չի կարող պաշտպանության նախարար նշանակի, որին ազգային անվտանգության պետ նշանակի, կամ ոստիկանապետ նշանակի, կամ դատախազ նշանակի, կամ քննչական մարմինների, ասենք, պետեր նշանակի առանց Կրեմլի թույլտվության։ Հնարավոր չէ։ Մարտի 1-ի գործով, լսեք, ում վրա որ կասկածներ կան, չեն գեներալները, լինի դատախազ, պաշտպանության նախարար, քննչական մարմինների ղեկավարներ, գեներալներ էին բոլորը, որտեղ են Պուտինի փեշի տակ են։ Գնացել են կազմակերպ, ով որ կազմակերպել էր այդ մարդուն, փախել են այդ մարդու հանձնարարությունն էին, չէ՞ կատարել հիմնականում։
Քոչարյանն էլ հետները, Սերժիկն էլ հետները, Նիկոլն էլ հետները։ Այսինքն Հայաստանում անգամ ներքին քաղաքականությունը ամեն ինչ որոշում է Պուտինի կողմից։ Այսինքն ասել է թե դուք էլ Նիկոլն էլ ինչ արել եք Պուտինի ասածն եք արել։ Ձեր տարաձայնությունը ո՞րն է, որ խաղում եք։ Չկա տարաձայնություն։ Պուտինի դեմ գնացել են Սասնա-Ծռերը, դեռևս 16 թվին, որ բոլորի համար անսպասելի էր։ Որ քառօրյա պատերազմից հետո որոշեցին Արցախը հանձնել, Սասնա-Ծռերը ապստամբեցին եւ Պուտինը հանգարցակի եկավ։ Ու մինչեւ որ Սասնա-Ծռերը բանտում են։ Իսկ ով էլ որ բանտում չէ, գործը դատարանում է։ Ոնց է լինում, որ Նիկոլին քննադատող, ասենք Սերժիկին քննադատող Նիկոլի օրոք դեռ Սասնա-Ծռերը, ովքեր զենք էին բարձրացրել Սերժիկի, այսինքն Պուտինի ռեժիմի Սերժիկի ներկայացուցիչի դեմ։ Չէր լինի, չէ՞ այդպեսի բան։ Կխրախուսեին, չէ՞, ասենք օրինակ Նիկոլը Սասնա-Ծռերին կխրախուսեր։ Կասեր, ալ Սերժիկի դեմ զենք եք վերցրել, օրինակ։ Բայց չէ, բանտում են տղերքը։ Որովհետև չկա Սերժիկի օրոք, Նիկոլի օրոք, կա Պուտինի օրոք։ Պուտինի օրոք տղերքը միշտ պետք է բանտում լինեն, որովհետև Պուտինի դեմ են ապստամբել։ Միակ Պուտինին դեմ գնացած եւ գնացող քաղաքական ուժն է այս պահին, որպես ուժ, անհատներ էլ կան։ Որպես կայացած քաղաքական ուժ, դա ազգային ժողովրդական բևեռն է, Սասնա-Ծռերն են։ Հասկանում եք, որ չկա նախկին ու ներկա։ Պուտինի իշխանության մեջ չի կարող լինել նախկին ու ներկա։ Ուղղակի փուլային Լևոնից, Ռոբերտից, Սերժիկից փոխանցվեց Նիկոլին։ Երգիրս թուլացնելով, ռազմավարական օբյեկտները ռուսներին տալով, տնտեսությունը խոցելով, թուլացնելով, բանակը անտարբերության մատնելով, բերին հասցրեցին Նիկոլին։ Ես քաջուջենը չերիքեց, որ ամենածանր, ամենայլանդակ գործը անեն։ Տվեցին Նիկոլին, Նիկոլն արեց։ Այս մարդը ոչ ամոթ ունի, ոչ աբուր։ Ասում ինքը կարող է Հայաստանը, հայ ժողովրդին կործանել ու ասենք վատ չզգալ, նույնիսկ կարող է ծիծաղել, ինչ որ հիմա անում է։ Ամեն մի վատ արարքից հետո սրտիկներ, ծիծաղներ, երգիր քանդում են, սրտիկ է ցույց տալի։ Սիրով քանդում եմ ձեր հայրենիքը, ասում է։ Հասկանում եք, ասենք ուրիշը կարող է թեկուս պարտադրված աներ, հետո խեղվեր, խախտվեր, հիվանդանար, ինքնասպան լիներ։ Այս մարդը հրճվում, ուրախանում է, իրեն լավ է զգում։ Դրա համար ինձ օրինակ շատ են գրում, էլի, նաև առանձին իմեջին, ասում են, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը հայ չէ, իրականում գենետիկ բան, որ ամեն բարձի, որ հետո կար այլազգ լիներ, բայց հայի համար ծառա էր։ Եզդիներ կան մեր հետ հավասար, մեր կողքին կանգնած են Հայաստանի համար։ Հայ չեն։ Բայց որքան են սիրում Հայաստանը, չէ՞։ Շնորհակալություն եզդիներին եւ մնացած այլ ազգիներին, ովքեր մեր հետ հավասար Արցախի կորուստը ցավում են։ Ազգային պատկանելությունը կարևոր է, բայց ոչ այդքան մենք բյուզանդական կայսրերի մեծ մասը հայեր են եղել ազգությամբ։ Բայց ծառայել են բյուզանդական կայսրությանը։ Այդ կայսրությունն են հզորացրել, ոչ թե իրենց հայրենիք Հայաստանը, անգամ ոչնչացրել են Հայաստանը։ Ինչ կա, որ Վրաստանի արքաները վերջին Բագրատունիները չէին, որ էլի մենք պետություն չունենք, իրանք ունեին։ Սա խնդրի լուծում չէ, կամ ինչ-որ հարց չէ։ Իհարկե, հայեր կան, որոնք թուրքին են ծառայում, այլ ազգիներ կան, որոնք թուրքին չեն ծառայում, ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Որպեսզի հասկանաք իրականում ով է դեմ այս իրավիճակին, պետք է Պուտինին դեմ գնացող քաղաքական թիմ գտնեք։ Հայաստանը հապկի անդամ է։ Եթե ուզում եք, եթե Հայաստանի այս ներկա վիճակից դուք դժգոհում եք, ուրեմն դուք պետք է դժգոհեք Պուտինից։ Իսկ ովքեր Պուտինի հանձնարարությունն են կատարում կամ երկրպագում են Պուտինին, նրանք մեր հակառակորդներն են, մեր թշնամիներն են։ Զուտ ասածս էս է։
ու երբեք չեք լսի, որույցե ասենք Ռոբասերժ կամ չգիտեմ Դաշնակ հանրապետական անգամ Նիկոլական, որ չէ, իրանք էլ էին ասում, չի կարելի Ռուսաստանի հասցեին վատ բան ասել։ Չեք լսի ուղղակի։ Բայց մենք որպես արևմտամետ, մենք ոչ թե արևմտահպատակ ենք, այլ ուզում ենք, որ մեր գործընկերը լինի արևմուտքը, ոչ թե մենք գնանք նրա լծի տակ։ Ու եթե հանգարց արևմտամետ որևիցե պետության, արևմտյան որևիցե պետության ղեկավար հանգարց ոչ հայանպաստ հայտարարություն է անում, մենք չենք լռում, մենք քննադատում ենք։ Ես անգամ վիրավորում եմ երբեմն, ոչ թե սեռական բնույթի հայացքով, այլ Թրամփին բազմիցս ես լակոտ եմ անվանել։ Բայց եւ մեղքը մերն է։ Մենք, եթե ասում ենք Արցախն Ադրբեջան է, Թրամփը տեղից ինչ էլ անի, քո ապրանքը դու տվել ես ուրիշին, Թրամփը ոչ բան չի կարող անել։ Այլ որ Հայաստանում լինի իշխանություն, որ Արցախը Հայաստան կհամարի, Թրամփն էլ իր մոտեցումը կփոխի։ Այնպես որ մենք արևմուտքին քննադատելու կարողություն ունենք, բայց նախկինները Ռուսաստանին երբեք չեն քննադատում։ Որտեւ իրենց սիրտը Հայաստանի համար չի ցավում, իրենց սիրտը Ռուսաստանի եւ Պուտինի համար է ցավում։ Լևոնից մինչև Նիկոլ։ Խոյեմ եղեք։ Հրախաղությամբ։